Միասնիկյան պողոտային հարող այս տարածքում ամիսներ առաջ դատարկ խոտածածկ տարածք էր։ Մի քանի ամսից նորակառույց անտառ պուրակը արդեն կուրվագծվի։ Տարածքը հարմար էր կոմերցիոն գործունեության համար։ Արահետների ու նստարանների փոխարեն կարող էին սրճարաններ, ռեստորաններ կամ այլ շինություններ լինել, եթե չլիներ քաղաքապետարանի հետևողական աշխատանքը։ Անկեղծ եթե լինեմ, պիտի ասեմ, որ բազմաթիվ հայտեր կան, կառուցապատման ցանկություններ կար, սակայն քաղաքապետի սկզբունքներ, որպեսզի այստեղ ստեղծել նոր անտառ պուրակ, որովհետև մենք այս ճանապարհին, տեղ ասեցի, Սևանից մինչև Երևան կարճատև հանգստի գոտի մենք չունեինք։ Արդյունքում այստեղ լինելու է 2.5 հեկտար խոտածածկ տարածք, ծաղկային կոմպոզիցիաներ եւ լայնատերև ծառեր։ Հանգստանալն այստեղ հարմար կլինի 4 վարչական շրջանների բնակիչներին՝ Կենտրոն, Քանաքեռզայթուն, Արաբկիր ու Նոր։ Երբ Շաղախը-Չորանը այստեղ էլ արհեստական ջրվեժ կկառուցվի։ Կարողանալու են, չէ՞ ապահովել, որ ջուրը միշտ մաքուր լինի։ Պարոն քաղաքապետ, մշակվի ջուրը միշտ կլինի, ցիրկուլյացիա կատարվում, մաքուր կլինի։ Ջրվեժի ջուրը մենք ասենք ամիսը մեկ անգամ կփոխենք, դե քիմիական մշակում կանենք, որպեսզի ջուրը չփչանա, անընդհատ շրջապտույտի միջոցով այդ ջուրը աշխատելու է։ Մենք դրա համար այդ ջրի կորուստ չենք ունենալու։ Քաղաքապետը հանձնարարում է մայթի այն կողմն անցնել։ Նմանատիպ ծրագիր պիտի իրականացվի նաև բուսաբանական այգում։ Ավան վարչական շրջանում գտնվող Նարեկացու այգին տարիների ընթացքում մաս-մաս սկսել էին օգտագործել բնակիչները։ Տարածքի նախկին այգեպաններն ու ավտոտնակների տերերն այսօր ժպիտով հետևում են, թե ինչպես են իրենց երեխաները ֆուտբոլ խաղում։ Այգուց ու խաղահրապարակից միաժամանակ կարող են օգտվել հարակից 5 շենքերի բնակիչները։ 2 տարվա ընթացքում բոլոր վարչական շրջանում նույնիսկ ավտոտնակներ են քանդվում, ապա մոնտաժվում եւ տեղափոխվում այլ տարածքներում, որտեղ արդեն ձևավորված են ավտոտնակների շարքեր, բայց այն տարածքները հանձնում ենք մեր քաղաքացիներ։ Այսօր արդեն մենք բանակցում ենք շատ սեփականատերերի հետ, շատ վարձակալների հետ, որ այդ տարածքները հանձնեն հետ քաղաքապետարանին, որ կարողանանք այն գեղեցկացնել, բարեկարգել։ Երևանը պիտի լինի ոչ թե կանաչ, այլ բարեկարգ։ Ծառտնկելը գործի միայն կեսն է։ Տարոն Մարգարյանը հիշեցնում է, որ կատարված աշխատանքներն ու բացվող այգիները նաև քաղաքացիների խնամքի տակ պիտի լինեն։ Սպարտակ Գրիշյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։